Ողջույն բոլորին։ Սիրելի հետևորդներ, այսպես ողջունեցի ու հիշեցի մի սարում եղած ժամանակ, երբ սկսում եմ հոլովակ նկարել, պարտադիր մեքենայի մեջից էի ձեզ ողջունում, բայց քանի որ հիմա ձմեռվա կեսա ու վաղն էլ ամանոր, ես նոր գնում եմ առևտուր անելու։ Միրգ ու բանջարեղենը գնել եմ մեր բարեկամներից մեկից, ով բերել վաճառում էր, իսկ մնացածը գնում ենք, թե քանի տեղից առևտուր կանենք, չգիտեմ, ինչը որտեղից, ամեն դեպքում իջնում ենք Բերդ։ Թե սեղանի պարունակություն պիտի գնեմ, թե նվերներ պիտի գնեմ։ Մի խոսքով, այսօր երկար գործ ունենք։ Բոլորիս մաղթում եմ ուրախ նոր տարի, առատ լի սեղաններ, բարձր տրամադրություն ու ասեմ, որ չեմ բողոքում, չեմ ասում, բա հես առանք, կթափենք առանք, այսքան ծախսարինք, անիմաստ առանք, ոչ մի բանն էլ անիմաստ չի։ Ուրախ առիթներին պատրաստվեք սիրով, ուրախ, որ տարին այդպես էլ շարունակվի։ Դե ինչ, մեզ լավ օր, քիչ ծախս, ձեզ էլ բարի դիտում, գնացինք։ Հա, բալավ այլ է։ Հաճան իմ ձեռին են։ Խմորեղենին մնակ դիս կտնես էտ տար։ Սիրելի հետևորդներ, այս մի պարտի առևտրից բրծանք, մի կերպ, շունչս կտրում էր արդեն, Դավիթ Բեկում, քանի պարտի SMS ես ստացել, 2 SMS, դա շատ էր։ Մի խոսքով շարունակում ենք մեր առևտուրը, հիմա անցնենք երեխաների համար մի 2 նվեր առնենք ու գնանք տուն, բզարեցի։ Սիրելի հետևորդներ, վերջապես մեր առևտուրն արեցինք, եկանք հասանք տուն։ Առևտրից մի մասը Նավուր գյուղից, մյուս մասը Բերդից, մյուսը Իծաքարից, բայց ոչ բոլոր տեղերն եմ նկարահանել, որովհետև խելք չի մնացել։ Գործներս շատ է, մտքներս 100 տեղով խառնա, դրա համար չենք կենտրոնանում ու մի գործը ինչպես որ պետք է չենք կարողանում անել։ Ու ինչպես շատերիդ առևտուրը, այնպես էլ իմը, բացի այն, որ ամանորի համար է, իհարկե ցուցակի մի մասն էլ այ այսպես կենցաղային ու տնտեսական առևտուր է,
հաստատ բոլորիդ ցուցակներն այդպիսին, բայց այս տարի ոչ ցուցակի հոլովակ ունեմ, ոչ ցուցակ եմ գրել հոլովակ նկարել, ոչ էլ ցուցակով առևտուր եմ արել։ Մոտավորապես գնացել եմ մտել խանութ, պտտվելով մի կողմից ինչ որ միտս անգել վեր եմ կալել։ Ու այս առևտուրը տեղավորելն էլ մի գործ է իհարկե։ Անպայման պիտի շամպայն խմենք, ինչ անենք չանենք, ձեթը պետք է ու պետք է, տոպրակներն էստեղ հավաքեմ, սել տա-դա-դա-դամ, էստեղ հավիդոշ եմ առել, դնենք միտեղ, որ չհալվի, չկաթի, Ճիշտ է, թել պանիր մենք պատրաստում ենք, ոչ միշտ, բայց պատրաստում ենք, բայց այսքան բարակ ու գունավոր չենք պատրաստում, սա վերցրել եմ նրա համար, որ աղցաններս սրանով պիտի ձևավորեմ, եթե ուզում եք իմանալ, հոլովակներս նայեք, մանավանդ ամանորյա սեղան դնելու հոլովակը ու կտեսնեք, թե ինչի համար եմ օգտագործում այս պանիրը, սիրում եմ այսպիսի պանիրներ սիրում ենք ու մեր սովորական պանիրի հետ ձևավորելով սիրուն մի մեծ ափսեի մեջ կդնենք իհարկե չարազեղեն, նուշ, ընկույզը կարտանը, նուշ, չամիչ, հնդկական պոպոկ, սիրողների համար էլի, չամիչն էլ հուչամիչ չէր Չամիչներս, ֆստուճկա եմ առել, բոված չկար, ես էլ չարա, սալել ես կոքը, այստեղ էլ ունենք սմետաններ, մեր աղցանների համար, օպա, սա այսպես, սա կգնա սառնարան, ունենք անձեռոցիկներ, էլ ինչ, տարբեր տեսակի կոնֆետներ, Այնպիսի կոնֆետներ, որոնք որ երեխաներս են սիրում, իհարկե այսպես, կարմիր, սև, պղպեղ ու չաման, անպայման, այս համեմունքների սամանները դատարկվել էին, սաղ թափ էի տալիս արդեն, սա չարազեղենը, չրերը ունեմ, շարոցը ունեմ, Միայն մի գույն զեյթուն եմ վերցրել, ես էլ ենքան մեծ-մեծամիջ երել մի 10 հատա։ Ունեմ եգիպտացորեն, ոլոր, աղցանների համար, մայոնեզ, վերցրել եմ նաև բլղուր, ես ինչն է սրա անıma, հենց բլղուր էլ ասում են, բլղուր ու վերցրել եմ տրոպիկական մրգեր, որպեսզի քամած մածունով կամ սմետանով, համով, նախուտեստ կամ ուտեստ պատրաստեմ։ Երշիկներս բաստուրման ունեմ սարքած, երշիկները թողել եմ այնտեղ, որ կտրատեն, կտրատած վաղ առավոտ կամ այսօր երեկոյան ավելի ուշ կբերենք, լավաշ հացը կա, շերտավոր խմորս սառնարանում ինչ որ բան կսարքեմ, բայց մի տուփ ուրիշ խմորեղեն եմ առել, որովհետև ժամանակի մեջ չէի տեղավորվի, իսկ տոներից հետո անպայման խոստանում եմ, որ մի լավ հետաքրքիր խմորեղեն ենք պատրաստելու։ Մեկ էլ իհարկե էլ ինչ ունեմ, այստեղ ունեմ մի երկու թեթև, որ ասեմ տենց լավ, չէ, բայց նվերներ եմ
նախատեսել հարազատ բարեկամների համար ու այդպես սա էլ դնենք մի կողմ ու գամ ձեզ մոտիկից արդեն հաջողանը Այսա հետևորդներս հաստատ մեկնաբանություններում գրելու եք, ասելու եք Գոհար ջան, բայց ինչն ես մոռացել, ինչն ես մոռացել։ Թթու գծու ամեն ինչը տունը կա, խմիչքներն ու բանջարեղեն միրգը ասեցի են կողմ արդեն շարած ունեմ։ Մի խոսքով ինչ էլ մոռանանք, տոլմես պիտի սարքեմ, բլինչիկը պիտի փաթաթեմ։ Մի խոսքով Այդպես խառը, ինչպես բոլորի տներում։ Սիրելի հետևորդներ, ովքեր նոր են միացել ալիքիս ու հավանում են հոլովակներս, սեղմեք այստեղ պատպիսացա կոճակը, լայքեք և գրեք մեկնաբանություն, կարծում եմ այս ամեն ինչը այդքան կարևոր չի, հիմա կասեք դե դու առել ես խի պիտի կարևորություն տաս, քո համար մեկ չի, որովհետև եղել է ժամանակ, երբ ամեն ինչից ընդհանուր վերցված այսքան պատրաստություն ենք ունեցել ու շատ քիչ ենք առել ու ոչ այս ինչ էր, որ հիմա եմ գնում խանութից կամ պարտադիր լավ, չշարունակեմ Մի խոսքով մեզ ընդամենը ինչ է պետք, լավ բարձր տրամադրություն, լավ միջավայր, հարազատներով շրջապատված լինել, հայրենիքում գտնվել, շրջապատված սիրելի մարդկանցով ու վայելել ոչ միայն ամանորն ու Սուրբ Ծնունդը, այլ ամեն օրը։ Իսկ հիմա հրաժեշտ տամ ձեզ, որովհետև լիքը գործ ունեմ, սիրում եմ բոլորիդ, մնացեք բարով։